Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել 2 հոգու նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանները նկատեցին, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից։ 45 փամփուշտով լիցքավորված կալաշնիկովի ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց։ 5 անձ ձերբակալվելու ներկայացվել է նախաքննական մարմին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։